Եվ այսպես մշակութային թեմաները շարունակվում են։ Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը և Խաչատուր Իսկանդարյան արվեստի հիմնադրամը համատեղ ներկայացնում են Իսկանդարյան Նիկողոսյան արվեստ ու ընկերություն ցուցահանդեսը, որի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Նիկողոսյան հիմնադրամում։ Այո, մենք էլ շտապ ենք ներկայացնել հյուրին, որը արդեն տաղավարում է արվեստաբան Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանն է մեր հյուրը, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք սկսել առավոտը։ Հրաշալի, շնորհակալություն հրավերի համար, միշտ հաճելի է գտնվել այստեղ։ Սիրով։ Մեզ շատ հետաքրքիր է, կարծում հենց այդ առաջինը, հենց այդ հարցից պիտի սկսենք, թե առհասարակ ինչպես ստացվեց երկու հիմնադրամների համագործակցությունը, արդյոք սա առաջին համագործակցությունն է, թե ոչ, եւ ինչպես ծնվեց գաղափարը նման ցուցահանդես անել։ Նախ նշեմ, որ մեծ արվեստագետներ, քանդակագործներ Նիկոլայ Նիկողոսյանին եւ Խաչատուր Իսկանդարյանին կապել է ավելի քան 75 տարվա ընկերությունը։ Նրանք մանկուց ընկերություն են արել, դա այդպես եզակի դեպք է ընդհանրապես թե արվեստագետների շրջանում, թե մարդկային հարաբերություններում։ Եվ առաջին անգամ համագործակցելով Խաչատուր Իսկանդարյան արվեստի հիմնադրամի հետ կազմակերպում ենք այսպիսի հուզիչ խորագրով արվեստ եւ ընկերություն ցուցահանդես։ Նախկինում էլ Խաչատուր Իսկանդարյանի տարբեր աշխատանքներ ցուցադրվել են մեր հիմնադրամում, տարբեր ցուցահանդեսների շրջանակում, բայց առաջին անգամ ներկայացնում ենք երկու մեծերին կապող հրաշալի արվեստը եւ ընկերությունը, չէ՞ որ արվեստը իսկական ընկերությունը նույնպես արվեստ է, չէ, երբեմն արվեստը ծնվում է արվեստանոցներում, բայց մարդկային հարաբերություններում ընկերությունը արվեստի նման բարձրարժեք դեր ունի։ Եվ Խաչատուր Իսկանդարյանը շատերին հայտնի է որպես մանր պլաստիկայի ասպարեզում ստեղծագործած հրաշալի վարպետ, ով ներկայացնում էր հին Երևանը իր կենցաղային կոլորիտային թեմաներով, թութ թափ տվող, դանակ սրող եւ այլն, բայց այս անգամ մեզ մոտ ցուցադրվելու են դիմաքանդակներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել հանրությանը, եւ հետաքրքիր է Նիկոլայ Նիկողոսյանի դիմաքանդակը, որին պատկերել է իր ընկերը, եւ դիմանկարներ Խաչատուր Իսկանդարյանի դիմանկարներ, որին նկարել է Նիկողոսյանը։ Այսպես համատեղ դիմանկարներով, դիմաքանդակներով ցուցադրություն է սպասվում։ Նոր աշխատանքներով, որ երբևիցե չեն տեսել։ Երբևիցե չեն ցուցադրվել, այո, լինելու են արխիվային լուսանկարներ, նրանց երկարատև ընկերությունից, արխիվային տեսանյութեր, որոնք անընդհատ պտտվելու են էկրանին ցուցադրության ընթացքում։ Մի խոսքով սպասվելու է հրաշալի այսպես արվեստային ընկերական միջավայրով հարուստ ցուցադրություն։ Հոկտեմբերի 17-ին կբացի ցուցահանդեսը իր դռները։ Այո, ժամը 7-ին։ Ժամը 7-ին։ Մինչ երբ հնարավորություն կունենանք գալը եւ տեսնել այդ ցուցահանդեսը։ Մինչև դեկտեմբերի 26, մինչև տարեվերջ հնարավորություն կունենան այցելել մեր հիմնադրամ Սարյան 19-21 հասցեով, քաղաքի սրտում են գտնվում, աշխատում ենք 12-ից 8-ը, մի քիչ տարբերվող ժամային գրաֆիկով, այնպես որ սիրով բոլորին սպասում եմ։ Այս իսկապես շատ հետաքրքիր խորագիր ունի ցուցահանդեսը արվեստ եւ ընկերություն, դուք արդեն մի փոքր իհարկե նշեցիք, թե ինչպես է այս թեման առհասարակ արձարծվելու, հա, ընթացքում ցուցահանդեսի, բայց հետաքրքիր է նաեւ ինչպես եք փորձելու ոչ միայն ներկայացնել այս ընկերությունը, այլև բոլոր այցելուների համար ել ավելի հետաքրքիր դարձնել այդ ամբողջ փորձառությունը։ Այո, կամ հետաքրքիր այդպես դրվագներ կամ նամակագրություն, որը կհետաքրքրի։ Այո, հրաշալի հարցեր։ Ասեմ, որ սկզբից առաջի սրահում այցելուներին դիմավորելու են երկուսի ընտանեկան լուսանկարներ, տարբեր ցուցադրություններից, թե ինչպես է Նիկողոսյանը գնում Իսկանդարյանի ցուցահանդեսին եւ հակառակը, մտքեր, թե ինչպես է այս հրաշալի դիմաքանդակի հեղինակն է Իսկանդարյանը, պատկերել է ընկերոջը Նիկողոսյանին, թե ինչպես է Նիկողոսյանը տարբեր հարցազրույցներում շեշտում, որ ամբողջ կյանքում իր միակ եւ հավատարիմ ընկերը եղել եւ մնում է Իսկանդարյանը, թե ինչպես է նա հպարտությամբ նշում Իսկանդարյանը գտել է իր այդ մանր պլաստիկայի ասպարեզում, ինչպես է նա զարգացնում այդ ոլորտը, ինչպես է հպարտությամբ նշում, թե իր ընկերը ինչ լավ նկարիչ եւ քանդակագործ է։ Եվ ընդհանրապես այդ արխիվային տեսանյութերում այնքան հուզիչ է, երբ բազմաթիվ հավաքված դեմքերի շրջանում տեսնում ես
Խաչատուր Իսկանդարյանը այն թաքույց հպարտությամբ եւ հիացմունքով նայում է, թե ինչպես է Նիկողոսյանին ինչ-որ մրցանակ հանձնում, ինչպես է նրան մեծարում։ Դա հազվագյուտ բան է, երկու արվեստագետներ ընդհանրապես չունենան ստեղծագործական նախանձ, ընդհանրապես չունենան մրցակցություն, ինչպես է մի ընկերը անկեղծորեն ուրախանում մյուսի հաջողություններով, որովհետեւ ընդունված է չէ ասել, երբ իսկական ընկերը ճանաչվում է դժբախտության մեջ, տխրության պահերին, բայց իմ կարծիքով իսկական ընկերը նաև պետք է կարողանա քո հետ կիսել քո հաջողությունը, քո ուրախությունը, անկեղծորեն ուրախանալ քո ընկերոջ հաջողություններով։ Այ այստեղ հենց այդ պատմությունն է։ Այո, այստեղ այդ պատմությունն է։ Առաջի սրահում կկարդան երկու ընկերների նամակները, մտքերը, կդիտեն լուսանկարները, այնուհետև արդեն կմտնեն հիմնական սրահներ, այստեղ հրաշալի արխիվային կադրեր են, ինչպես է Նիկոլայ Նիկողոսյանը քաղաքում Վահան Տերյանի հուշարձանի հեղինակն է, այո, եւ ընկերը նրա հետ միասին օգնում է այդպես աշխատում են այս գիպսի վրա։ Որքան ժամանակ է պահանջվել այս արխիվային նաև նյութերը գտնելու համար, արդյոք ամեն ինչ եղել է ձեր արխիվում, թե պետք է եղել նաև այլ արխիվներից հավաքագրում անել։ Բարեբախտաբար ընտանեկան արխիվը շատ հարուստ է, այդ բոլոր տեսանյութերը, նկարները ընտանեկան արխիվից ենք վերցրել եւ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Խաչատուր Իսկանդարյանի թոռանը, Խաչատուր Իսկանդարյանին, առանց որի աջակցության եւ մեծ օգնության չէր կայանա այս ցուցահանդեսը, նա շատ պատրաստական եւ ամեն ինչով օգնում է այս ցուցահանդեսի կայացմանը եւ նշեմ, որ բացի դիմաքանդակներից եւ դիմանկարներից լինելու են Իսկանդարյանի նաեւ գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքներ։ Նա նաեւ հրաշալի գրաֆիկ նկարիչ է եղել։ Նա սիրում էր ասել, ես սիրում եմ քանդակել հայրենիքում եւ նկարել ճամփորդելիս։ Ունենք հրաշալի աշխատանքներ Ճապոնիայում, Արված, Հունաստանում, Մերձբալթյան երկրներում։ Որոնք նաեւ ինչ-որ առումով բացառիկ հնարավորություն են աշխատանքները ցուցահանդեսին այո, կտեսնենք ոչ միայն նրան որպես քանդակագործ, այլ նաեւ ճամփորդ նկարիչ, ով այդքան շրջագայությունների ընթացքում այդ օտարերկրյա մշակույթի ազդեցությունը վերցնելով ինչ հրաշալի աշխատանքներ է ստեղծել։ Միգուցե մի փոքր առաջ եմ ընկնում, բայց բացի այս ցուցահանդեսից միասին համատեղ միջոցառումներ եւս պատկերացնում եք 2026 թվականին օրինակ։ Այո, իհարկե հնարավոր է, այս ընթացքում մեզ մոտ լինելու են արվեստի մասին դասախոսություններ, դասական երաժշտության համերգներ, մեր հիմնադրամում հաճախ են կազմակերպվում ջազային դասական երաժշտության համերգներ եւ այս ամեն ինչը յուրահատուկ է դարձնում քանդակների եւ արվեստի գործերի մշտական ներկայությունը, այդ առումով սա ուղղակի համերգասրահ չէ, երբ լույսերը կիսախավար են, մնում է միայն արտիստների հատուկ լուսավորությունը, դու այդ քանդակներով եւ արվեստով շրջապատված յուրահատուկ երաժշտական փորձառություն է ստացվում, այո։ Այո։ Ես կարծում եմ, որ սա իհարկե հրաշալի եւ բացառիկ հնարավորություն է բոլորի համար, սիրելի հեռուստադիտողներ, բաց չթողել այս ցուցահանդեսը, մենք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Իսկանդարյան Նիկողոսյան արվեստ եւ ընկերություն ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Նիկողոսյան հիմնադրամում։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ տաղավարում ընկալվելու համար եւ բոլորը մինչեւ դեկտեմբերի 26-ը ունեն ժամանակ, իհարկե պետք է շտապել, նաեւ ցանկալի է հենց բացման օրվանից ներկա գտնվել, բայց եթե չհասնեք, ապա այո, մինչեւ դեկտեմբերի 26-ը ժամանակ ունեք, սիրելի հեռուստադիտողներ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհակալ։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ անցնենք առաջ, լսենք երաժշտություն եւ վերադառնանք։